Մասիսի բնակիչ Ալբերտ Հարությունյանը երասխ Երևան ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում ցույց է տալիս այն վայրը, որտեղ 2008-ի հոկտեմբերին տեղի ունեցավ ավտովթարը։ Նրա պատմելով այդ օրը ժամը 22-ի սահմաններում երասխ Երևան ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել են Ալբերտ Հարությունյանի վարած GAZ-2410 եւ Հովհաննես Գալյանին պատկանող Mercedes-Benz Ե մակնիշի ավտոմեքենաները, որի ղեկին եղել է նրա ընկերը Գեգամ Մարգարյանը։ Ոստիկանության պետավտոտեսչության տված եզրակացության համաձայն երկու վարորդներն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ Դատական փաստաթղթերով վթարի մեղավորը GAZ-2410-ի վարորդ Ալբերտ Հարությունյանն է։ Ալբերտը հակառակն է պնդում, որ ինքը մեղավոր չէ։ Ալբերտ Հարությունյանի ցուցմունքի համաձայն վթարը տեղի ունեցել Mercedes-ի վարորդի մեղքով։ Ես կանգնած վիճակում Երևանից մեքենա է գալիս, որ էթա թեքվե մտե Մասիս։ Ինքը եկավ իր ձախով հարվածեց իմ ձախին։ Ու ավտոն քաշեց Աբուչի հետ։ Ես իջացի ավտոն խես քաշում, տեսուչները կգան, չափ ու ձև կանեն, նոր ավտոն քաշեց։ Հետո ինքը վերցրեց նստեց ռուլին, գոռացի, ավտոն մի քաշեց լրիվ աջ, Աբուչի կայնացրան ու իրանք թողել փախուստի են դիմել դեպի Երևան։ Նա պնդում է, որ փորձագիտական եզրակացությունը կեղծված է եւ ինքը դրա տակ չի ստորագրել։ Կարեն Մարգարյանը տեսուչը կեղծել է իմ գծագիրը։ Ես չեմ գրել անուն ազգանունը Հարությունյան Ալբերտ ու տակը ստորագրել եմ։ Փորձագիտական եզրակացության համաձայն վթարի հետևանքով Mercedes-ին պատճառվել է 1,80,000 դրամի վնաս, որի փոխհատուցման համար էլ դատարանի որոշմամբ նախ կալանք է դրվել Հարությունյանների բնակարանի վրա եւ դրվել հարկադիր աճուրդի։ 2012-ի մայիսին ԴՀԿ որոշմամբ Մասիսի նրանց պատկանող բնակարանը դրվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի եւ վաճառվել է։ Իսկ օգոստոսին բնակարանին նոր սեփականատիրոջ պահանջով նույն ԴՀԿ-ն նրանց վտարել է բնակարանից։ Եկել են ԴՀԿ-ից իրանց բանվորներով, իրանց վեշերով, իրանց մեքենայով, իրանց կարոպկեքով, ինչ կա չկա տնից հանե թափել են դուրս, տան միջուկը փոխ է գնացել են։ Ալբերտը պնդում է, որ գործն այնպես է դասավորվել, որ վթարի ամբողջ մեղքը բարթել են իր վրա եւ խլել բնակարանը։ Ալբերտը դատարանից պահանջել է նիստերի ձայնագրությունը, մերժել են, թե նիստի ընթացքը չի արձանագրվել։ Ալբերտ Հարությունյանը խնդրով դիմել է տարբեր գերատեսչությունների, պատասխանները կրկին նրան չեն բավարարել։ Դավիթ Հունյանյանը իրավախորհրդատու է։ Նա խնդիրը լուծելու համար հետեւյալ իրավական ճանապարհներն է ցույց տալիս։ Ըստ նրա, եթե գործի քննության ընթացքում կեղծիքներ են տեղի ունեցել, փորձագիտական եզրակացությունների ընթացքում փաստերը սխալ շարադրելիս քաղաքացին պետք է դիմեր վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանից հետո Ալբերտը 6 ամսվա ընթացքում կարող է բողոքել եվրոպական դատարան։ Իհարկե նախքան դա միևնույնն է, ես խորհուրդ կտամ, որպեսզի ներկայացվեն համապատասխան դիմումներ ոստիկանություն, հատկապես ստորագրության կեղծիքների մասով եւ հատկապես ինչպես նաեւ հասկացա, ինչպես նշեց քաղաքացին, տեղ են գտել նաեւ սխալ տվյալներ այն մասով, որ հայտնվել են գործնյութերի մեջ, որ քաղաքացին նշել է այսպիսի ցուցմունքներ, բայց իրականում նման բաներ տեղի չեն ունեցել։ Այսինքն դա նույնպես խախտումներ են, որոնք որ պետք է համապատասխան քննության արժանանան ոստիկանության մարմինների կողմից։ Իրավախորհրդատուի խոսքով քաղաքացին կարող է դիմել եւ ստանալ այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք նա ներկայացրել է դատարան։ Այն փաստաթղթերը, որոնք նա դատարան չի ներկայացրել, կարող է ստանալ դրանց պատճենները։ Նայիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, Arnews։